ուրեմն պետական համակարգի աշխատողներին ուղղված իմ ուղերձը հասել է նշանակետին։ Իմացա, որ իշխանությունը ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության աշխատողներին ասել է, թե երբ իշխանափոխություն լինի, նրանք բոլորը ենթարկվելու են ատեստացիայի ու զրկվելու են աշխատավարձերից։ Ես հատուկ եմ դիմում ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության աշխատողներին, իրավապահ մյուս մարմինների աշխատողներին, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Դուք մեր ժամանակ ինձ հետ ոչ միայն ստանալու եք ձեր աշխատավարձերը, այլ ունենալու եք բարձր սոցիալական երաշխիքներ, ձեր ծառայությունը լինելու է պատվաբեր։ Ես շատ լավ եմ հասկանում անձամբ ձեր ծառայության արժեքը, կարևորությունը մեր պետականության համար։ Պատերազմի ժամանակ ինքս եմ տեսել, ինչպես են ձեր ընկերները դուք կյանք տալիս, կռվում անձնվիրաբար մեր հայրենիքի պետության համար։ Գիշեր-ցերեկ, երբ մենք զեկույցներ էինք կազմում, ես այցեր էի անում բազմաթիվ սահմանամերձ գյուղեր, դուք էիք, որ աջակցում էիք ինձ, ինֆորմացիա էինք միասին փոխանակում, վերլուծում, մշակում, ձևավորում առաջարկներ, իրար հետ ենք արել ամբողջը։ Եվ դուք այլևս չեք ծառայելու մեկ մարդու կամ կուսակցության, այլ բոլորով ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ժողովրդին։